Բարև ձեզ։ Ինչ խնդիրներ են մնացել կարոտ քննարկման արցախահայերի խախտված իրավունքների վերականգնման հարցում։ Աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական լարված հարաբերությունները կարող են ստվերել Արցախյան օրակարգն աստիճան, որ այն վերանա։ Այսօր մեր հյուրը իրավապաշտպան Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բեգլարյան, ով է այսօր լսում արցախահայերի խնդիրները։ Ով է մնացել լսող։ Իրականում ոչ միայն լսողի խնդիրը կա, նաև խոսողի խնդիրը կա, այսինքն լսելու համար պետք է նաև ներկայացնել, խոսել։ Մենք առաջին հերթին այստեղ խնդիր ունենք, որ այնքան ճնշման տակ են գտնվում տարբեր ձևերով, տարբեր շրջանակներից, ցավոք սրտի նաև հայրենի իշխանություններից, որ շատ դժվար է խոսել մեր իրավունքների մասին, եթե խոսում ենք հատկապես հավաքական իրավունքների մասին, Արցախ վերադարձ, մշակութային ժառանգություն, արդարություն եւ այլն, բայց սրանից էլ այն կողմ նույնիսկ եթե խոսում ենք, ապա հաշվի առնող չկա, լսողներ չկան, եթե խոսքը վերաբերում է որոշում կայացնողներին, կառավարություններին, ոչ միայն։ Իսկ եթե ավելի լայն կան խորհրդարաններում կամ տարբեր երկրներում, հանրային շրջանակներում տարբեր կառույցներ, ինստիտուտներ, անձինք, որոնք սրտացավ են, լսում են, փորձում են օգտակար լինել եւ այլն, իսկ եթե հայկական դիրույթում, ապա ինստիտուցիոնալ առումով երևի գլխավորը եկեղեցին է, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, եւ որոշ կառույցներ հիմնականում իդեմս հայ դատի եւ սփյուռքյան որոշ կառույցների, որոնք տարբեր ձևերով ավելի շատ կասեի ոչ թե լսում են, այլ բարձրաձայնում են, աջակցում են, բազմապատկում են մեր ձայնը իրենց խողովակներով հասցնելով տարբեր միջազգային կառույցների եւ որոշ ոչ հայկական հասարակական կազմակերպություններ, որոնք հետամուտ են լինում, սրտացավ են եւ նույն արժեքները կիսելով փորձում են ինչ-որ ձևով մեր ձայնը տեղ հասցնել։ Սակայն ցավոք ասեմ, որ գլխավոր խնդիրը կառավարություններն են, որովհետեւ որոշում կայացնողները, գործողություններ կատարողները կառավարություններն են, եւ որևէ կառավարություն չկա, այդ թվում եւ առաջին հերթին Հայաստանի կառավարությունը, որ ցանկանա լսել եւ հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը։ Սովորաբար հավաքական հատկապես խնդիրից Արցախի չլուծված հակամարտության հետևանքով ստեղծված խնդիրները դրանք հավաքական մեծ խնդիր է եւ պիտի դառնա նաեւ կամ պատմության ընթացքը ցույց է տալիս, որ դառնում է նաեւ այդ հավաքականության խնդիր, այսինքն հայկական խնդիր պիտի դառնա, հայկական օրակարգ պիտի մտնի արցախցիների խախտված իրավունքների վերականգնման հարցը, որպեսզի դա ձեռք բերի նաև քաղաքական եւ հարկ եղած դեպքում նաև աշխարհաքաղաքական կշռի օրակարգ։ Կարող ենք ասել, որ դա հայկական օրակարգի խնդիր է եւ այդ դեպքում ո՞րն է ցուցիչը, ինչպես է սահմանվում օրակարգը տեղային է, լոկալ է, չգիտեմ, սոցիալական է, թե ինստիտուցիոնալ առումով ենթադրենք հայկական է։ Այո, հայկական օրակարգի մաս է, այլ հարց, թե հայկական տարբեր դերակատարներ որքանով են ճիշտ ներկայացնում այդ օրակարգը, ցավոք սրտի մի մասը բացասական կերպով են սա դարձնում օրակարգի հարց, մյուս մասը դրական կերպով, այս պարագայում, եթե նայենք նախընտրական շրջանի քաղաքական խոսույթը, որը կարելի է ասել հենց քաղաքական հանրային օրակարգի գլխավոր լակմուսի թուղթն էր վերջին ժամանակաշրջանի, ապա իշխող քաղաքական ուժի օրակարգը Արցախի հետ կապված լրիվ բացասական էր ու մերժողական էր, որը խիստ դատապարտելի ու անընդունելի է,
Ընդդիմադիր հատվածի մի զգալի մասի մոտ հիմնականում դրական էր միտված մեր իրավունքների վերականգնմանը, խախտումների արձանագրմանը, արդարության հետամուտ լինելուն, ընդդիմադիր այս կամ այն ուժը մի քիչ ավելի շատ, ավելի քիչ ամեն դեպքում դրական օրակարգ ուներ արցախցիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ինչ պատահեց քարոզարշավից հետո։ Ավարտվեց քարոզարշավը, ավարտվեց նաև օրակարգը այդ։ Օրակարգը չի ավարտվում, քանի որ Արցախի ժողովուրդը առկա է, Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած խախտումները որևէ ձևով չեն արձանագրվել պատշաճ կերպով եւ դրանց վերացման ու մեր իրավունքների վերականգնման ուղղությամբ համապատասխան քայլեր չեն արվում։ Ցավոք մենք հիմա ունենք լրացուցիչ բացասական միտում, նաեւ հաշվի առնելով վերընտրված իշխանությունների օրակարգը Արցախի ու արցախցիների մասով, բայց կրկին որքան էլ բացասական լինի միջավայրը, միևնույն է չես կարող աչք փակել սենյակում գտնվող փղի հանդեպ, երբ այդ փիղը առկա է, որքան էլ վիրավոր, բայց միևնույն է մեր խնդիրը առկա է եւ այս խնդիրը առկա է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ այսպես կոչված խաղաղության օրակարգում, որքան էլ բոլորը դա անտեսում են։ Առանց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման միևնույն է մենք կայուն, արդար, երկարաժամկետ խաղաղություն չենք ունենալու։ Եվ սա որքան շուտ որոշում կայացնողները հասկանան, այնքան ավելի մոտ մենք կդառնանք, մենք կլինենք ավելի մոտ խաղաղությանը եւ այն բաղձալի իրավիճակին, որը բոլորիս համար ցանկալի է։ Ընդամենը 3 է հնչել Բաքվից Ալիևի դեմքով հայտարարություն, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետություն սահմանադրություն փոխվի, այսինքն մենք հասկանում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրության խանգարող կետերը այս պահին ադրբեջանական իշխանություններին կապված են ավելի շատ հենց Արցախի հետ, որտեղ մեկնաբանվում է, ինչպես գիտենք բոլորս, որ իբր մեր սահմանադրությունում հավակնություններ կան Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Սա նշանակում է, որ արդեն Բաքուն նույնիսկ պահանջում է Արցախի հարցը լուծել իրավական հնարավոր բոլոր փաստաթղթերում, որից ամենաէականը կամ էականներից մեկը սահմանադրությունն է։ Այո, դա նշանակում է, բայց դա վաղուց է, նոր չէ այդ միտումը, բայց դրանից անդին շատ անցանկալի միտումներ կան, որ իրականում Արցախը չի հարցը, որքան էլ Հայաստանի գործող իշխանությունները կամ տարբեր շրջանակներ փորձեն ներկայացնել եւ այնպես չէ որ Արցախն է խոչընդոտը այդ խաղաղության խոչընդոտը Ադրբեջանի Ալիևյան ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունն է, որտեղ Արցախը հարցերից մեկն է եւ փուլերից մեկն է եւ իրենք բոլոր ձևերով փորձելով եւ Արցախը գրավելով եւ Արցախի ժողովրդին տեղահանելով եւ արդեն մեր դեմ ինքնության պայքար ու ճանաչողական պատերազմ մղելով, այսինքն ճանաչողական պատերազմն այն է, որ մեր ինքնությունից բոլոր ձևերով փորձում են հանել Արցախի հետ կապված որևէ ընկալում, որևէ արժեք, որևէ ժառանգություն, այսպես ասած, եւ ցավոք ունեն դաշնակիցներ նաեւ Հայաստանում, բայց սրա գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության վերացումն է, ուղղակի Արցախը հերթական փուլն է։ Նաև դրա համար իրենք ունեն ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի օրակարգը։ Եթե մենք մտածեինք, որ Արցախն է միայն հարցը, ապա Արցախը գրավելով, լավ, նույնիսկ ավելին սահմանադրությունը փոխելով, պետք է իրենք
մնացած բոլոր հարցերը լուծեին, խաղաղության համաձայնագիր ստորագրեին եւ այլն, բայց ինչ են անում, հայտարարում են պաշտոնյաների բերանով Թուրքիայի եւ Ադրբեջանի, որ մեր հաջորդ հանգրվանը Արևմտյան Ադրբեջանն է եւ մենք այստեղ հաջողության կհասնենք, իսկ Արևմտյան Ադրբեջանի ճակատում հաջողության հասնելուց հետո հաջորդը կլինի Հայաստանի Հանրապետության վերացումը կամ Հայաստանի Հանրապետության ճանաչված տարածքներում տարբեր տարածքներ արդեն ֆորմալ անեքսիայի ենթարկելը եւ այլն։ Այսինքն որպես ռազմավարություն մենք պետք է գիտակցենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության վերացումն է եւ հայ ժողովրդի որպես գործոն տարածաշրջանում ամբողջապես ոչնչացումն է։ Սա հայ ժողովրդի ցեղասպանության Օսմանյան շրջանից սկսած ցեղասպանության ռազմավարական շարունակությունն է, որը ցավոք կարճատես շրջանակները, կարճատես անձինք կամ չեն տեսնում կամ ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում տեսնել։ Պարոն Բեգլարյան, երբ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական աջակցություն է տրամադրում արցախցիներին, ենթադրենք բնակարանային ծրագրի շրջանակում, գիտենք, որ բառացիորեն վերջերս պաշտոնական հայտարարությամբ $284 միլիոն վարկ վերցրեց Հայաստանը, որպեսզի արցախցիներին ապահովի բնակարաններով։ Եվ այսպիսի որոշակի ծրագրեր կան իրականացնում են տարիների ընթացքում։ Երբ Հայաստանի Հանրապետությունը դա անում է, դա արդյոք չի նշանակում, որ արցախցիների խախտված իրավունքների վերականգնման մեծ փաթեթի ինչ որ մաս է գոնե վերցնում։ Հակառակ դեպքում ինչ է դրված այդ վարկի հիմքում։ Նշանակում է, որ Արցախի ժողովրդի Հայաստանում գտնվող հատվածի որոշակի հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ քայլեր են կատարում, ոչ թե խախտված իրավունքների վերականգնում է տեղի ունենում, այլ իրավունքների պաշտպանություն է տեղի ունենում։ Հիմա դրանք շատ տարբեր են։ Շատ, որովհետև Արցախի ժողովրդի իրավունքները վերականգնվում են, եթե Արցախի ժողովուրդը վերադառնա իր հայրենիք եւ յուրաքանչյուր անձ ու ընտանիք վերադառնա իր սեփական տուն։ Քանի դեռ մենք չենք վերադարձել մեր հայրենի երկիր, Արցախ, ամեն մեկը իր բնակավայր, քանի դեռ մենք մեր բնակարաններում չենք ապրում, դա նշանակում է մեր իրավունքները մնում են խախտված։ Այլ հարց է, որ քանի որ մենք երկարաժամկետ այստեղ ենք լինելու, նույնիսկ եթե վերադարձի օրակարգը բոլորը ընդունեն, արագ վերադարձ իրատեսական չէ այսպիսի պայմաններում եւ դա տևական ջանքեր ու ժամանակ է պահանջելու, այդ պարագայում մեր ժողովուրդը ապահովում է բնակարանային պատշաճ արժանապատիվ պայմաններով։ Այլ հարց է, որ Հայաստանի գործող իշխանությունները այս ծրագիրը իրականացնում են նաև այնպիսի ռազմավարական նպատակով, որ մենք ամբողջապես այստեղ տեղավորվենք, ինտեգրվենք ու դրա միջոցով նաև վերադարձի հարցը փակեն կամ մեր ցանկությունը նվազեցնեն եւ այլն, սրանք բոլորը ազդեցություն ունեն այդ իրավիճակի վրա, բայց քանի դեռ մենք չենք վերադարձել հայրենի Արցախ, մեր իրավունքները մնում են խախտված։ Էլ չեմ ասում դրա պայմանները, էլ չեմ ասում մեր դեմ տեղի ունեցած հանցագործությունների համար միջազգային արդարադատության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը, էլ չեմ ասում հետագա հանցագործությունների կանխման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը եւ այլն։ Գալով նորից բնակարանային հարցին, սա անհրաժեշտություն է, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա մնալ Հայաստանի Հանրապետությունում, մի կողմից կարողանանք պահպանել մեր ինքնությունը մեր մայր հայրենիքում, մյուս կողմից օգտակար լինենք նաև մայր հայրենիքի զարգացման ու զորացման գործին, եւ մյուս կողմից յուրաքանչյուր ընտանիք կարողանա քիչ թե շատ արժանապատիվ կեցություն ապահովել կամ նվազագույն պայմաններ ապահովել կյանքը այստեղ շարունակելու համար, մինչև վերադարձի հնարավորությունը, որի ժամանակ յուրաքանչյուր անձ ու ընտանիք ինքը կորոշի, վերադառնում է տվյալ պայմաններով, թե չի վերադառնում, բայց այդ հնարավորությունը մեզ պետք է տրվի։
Այսինքն հնարավորություն տալը քաղաքական օրակարգ է։ Միանշանակ հնարավորություն Իսկ սոցիալական օգնությունը պարտադիր չէ քաղաքական օրակարգի մաս լինի։ Ցանկացած բան քաղաքական օրակարգ է, եթե ավելի լայն ձևակերպեն քաղաքականությունը, որովհետև դա կախված է պետական քաղաքականությունից։ Դա կլինի սոցիալական քաղաքականություն, կլինի առողջապահական, կրթական, թե արտաքին քաղաքական կամ անվտանգային, բոլորն էլ քաղաքական օրակարգի հարցեր են, որովհետև դրանք կախված են քաղաքական իշխանության կամ իշխանությունների, որևէ երկրի կամ երկրների քաղաքական կամքից, որոշումներից, դրանց կատարման մեխանիզմներից եւ այլն եւ այլն։ Սրանք բոլորը անջատ եւ որպես մեկ համախումբ քաղաքական օրակարգի մաս են կազմում։ Կա որևէ տեղաշարժ միջպետական հայցերի շրջանակում միջազգային ատյաններում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցերի հետ կապված, որովհետև մի բավական մեծ աղմուկ բարձրացավ, էլի քաղաքական օրակարգ մտավ հայցերից հրաժարվելու թեման, դա գրեթե զուգահեռ էր ընթանում Միսկի խումբը լուծարելու թեմայի հետ, Միսկի խմբի լուծարման հայտարարությունը եղավ, բայց հայցերի հետ կապված հայտարարություն չեղավ եւ կարծես մենք որ հանրությունը որոշ չափով անտեղյակության մեջ է հիմա այդ հայցերը կա, թե դրանցից հրաժարվել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Առնվազն առ այսօր ես որևէ տեղեկություն չունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը այդ հայցերից հրաժարվել են, հրապարակային գոնե հայտարարություն չի եղել, չեմ կարծում, որ գաղտագողի եղել է, դա ամեն դեպքում ենթադրում է որոշակի հրապարակային գործողություններ, սակայն քանի ամիս է ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում դրա մասին խոսք չի գնում, ամեն դեպքում ինչ որ փոքր դրվագներում Հայաստանի գործող իշխանությունները հայտարարել են, որ դա մնում է օրակարգում, բայց այն ժամանակ, երբ դրա պահը գա, այսինքն որոշումից չեն հրաժարվել, որ հետ են կանչելու, բայց ինչ որ պահի է սպասում կամ ինչ որ պայմաններում են դա անելու եւ կարծես թե ադրբեջանական կողմից էլ այս թեմայով լրացիչ ճնշում չի գործադրվում, սակայն կարծում եմ այս ընտրություններից հետո նաեւ այս թեման պետք է որ նորից բացվի, առավել եւս որ որոշակի դատական գործընթացներ կան, հատկապես միջպետական գանգատի շրջանակներում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որոնք ենթադրվում են, որ այս տարեվերջին պետք է տեղի ունենան, ու ես կարծում եմ, որ մինչև այդ ընթացակարգային զարգացումները արդեն պետք է որ ճնշումը մեծանա, այսպես ասած, ադրբեջանական կողմից, եւ ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները շատ հանգիստ այդ գանգատներից հրաժարվելու են, եթե հակառակ ճնշում չլինի տարբեր շրջանակներից, տարբեր մեխանիզմներով, իհարկե առաջին հերթին հանրային ճնշումը չլինի։ Այս ուղղությամբ մենք որոշակի աշխատանքներ կատարում ենք, որպեսզի այլընտրանքային լուծումներ գտնենք, հատկապես անհատական գանգատների միջոցով, բայց դա խնդրի միայն մի փոքր մասն է փակում։ Ումից է ակնկալում այդ ճնշումը, հակառակ ճնշումը, որպեսզի տեղի չունենա Ադրբեջանը։ Հասարակական, քաղաքական այն բոլոր շրջանակներից, որոնք կարևորում են, որ միջպետական գանգատները հետ չվերցվեն եւ կարևորում են արդարությունը, կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը եւ այլն, այդքան միամիտ չեմ, որ ասեմ միջազգային հանրությունը ճնշի կամ կոնկրետ երկրներ, որովհետև սա աշխարհաքաղաքական օրակարգի մաս է եւ որևէ պետություն դժվար թե Հայաստանի իշխանություններին ճնշում գործադրի, ասի մի հրաժարվեք արդարադատության մեխանիզմներից, ամենակաղաքակիրթ մեխանիզմներից, դա պետք է անենք մենք, հայերս, թե Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքասարակությունը, քաղաքական շրջանակները եւ թե
Սփյուռքում գտնվող տարբեր կազմակերպություններ։ Ես իրոք կարծում եմ, որ եթե բավարար համախմբում լինի, համազգային քաղաքական համախմբում լինի, դա որոշակի ազդեցություն կարող է թողնել որոշումների կայացման վրա։ Վերջին շրջանում շատ հաճախ էր խոսվում նաև հանրային օրակարգ բերվեց այսպես հիբրիդային պատերազմի թեման։ Հիմնականում այսպես քարոզչական նարատիվների տեսքով, այսինքն հիբրիդային պատերազմին բնորոշ գործիքակազմերի տեսքով, եւ քարոզարշավի ընթացքում, երբ արծարծվում էր Արցախահայերի թեման, ինչպես դուք նշեցիք, ավելի շատ բացասական նշանով, որ կարելի է նույնիսկ ձևակերպել, սահմանել որպես ատելության խոսքի տարածում արցախցիների նկատմամբ, տպավորությունները, որ այդ հիբրիդային պատերազմը, այսինքն արցախցիները եւ ռազմական պատերազմի զոհ դարձան, հիմա էլ հիբրիդային պատերազմի զոհն են դառնում։ Դա շատ ցավալի թեմա է, որ մենք հենց մայր հայրենիքում բախվում ենք համակարգային ատելության քարոզի արցախցիների հանդեպ, թեև տարբեր ժամանակաշրջաններում արցախյան թեման տարբեր ձևերով արծարծվել, օգտագործվել, շահագործվել է քաղաքական նպատակներից ելնելով, բայց հատկապես մեր բռնի տեղահանումից հետո իշխանությունների կողմից համակարգված ատելության քարոզ կա արցախցիների հանդեպ, որը տարբեր իրավիճակներում, հատկապես քաղաքական զարգացումների ժամանակ լրացիչ սրում է ստանում։ Եվ նույնը մենք տեսանք նախընտրական շրջանում, եւ դա իշխանությունների պառակտման, բաժանման ներքին նկատի ունեմ, քաղաքականության, տրամաբանության մեջ է մտնում եւ ցավոք արցախցիները որպես հավաքական միավոր հաճախակի ուղղակի ներքին թշնամու կերպարի կառուցման ջանքերի զոհ են դարձել։ Սա ինչու է այդքան սուր եղել, որովհետև իշխանությունների վերընտրման եւ վերարտադրության մեթոդաբանությունը առաջին հերթին վախերի հիման վրա, մանիպուլյացիաների հիման վրա քարոզչությունն էր եւ այդտեղ Արցախյան թեման հիմնարար առանցքային տեղ է ունեցել, իսկ որպեսզի վախերի վրա ավելի արդյունավետ կարողանան խաղալ, այսպես ասած, Արցախյան 5 հարտը տարբեր նոր ձևակերպումներով, նոր դրսևորումներով ուղղակի օգտագործվել է եւ թշնամու ներքին թշնամու կերպարը տարբեր ձևերով փորձել են ամրապնդել իդեմս տարբեր խմբերի, բայց նաեւ առաջին հերթին արցախցիների, որը բնականաբար շատ դատապարտելի, խիստ ցավալի երևույթ է, որ հայկական ներազգային հարցերում փոխանակ մենք փորձենք համախմբվել արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար, մենք ներսից հենց իշխանությունների կողմից ստանում ենք հարվածներ, որը խաթարում է մեր դիմակայունությունը, խաթարում է մեր ինքնության համակարգը եւ այլն, ու սա իրոք հիբրիդային պատերազմ է ներսից, որը տարբեր ձևերով խթանվում է նաեւ արտաքին թշնամու կողմից։ Այսինքն այդ հիբրիդային պատերազմը մենք մեր դեմ ենք վարում։ Ցավոք, այո, ցավոք, որը մեզ համար գլխավոր մարտահրավերն է։ Ու գործող իշխանությունները փաստացի աչք են փակում արտաքին սպառնալիքների վրա, որոնք գալիս են Ադրբեջանից ու Թուրքիայից, այլ հակառակը փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ, ասելով, որ իրենց ծորը սպառնալիք չկա, սպառնալիքը գալիս է արցախցիներից, արցախյան հարցից, կամ այս կամ այն անձից կամ խմբից, այն դեպքում, որ ուղղակի սպառնալիքը գալիս է դրսից եւ պետք չէ ուղղակի խեղաթյուրել իրականությունը եւ արդյունքում ավելի մեծ վնաս տալ մեր երկարաժամկետ դիմակայունությանը։ Կարող է հարցս մի քիչ ռոմանտիկ թվալ,
բայց մենք նախադեպի ուժով համարում ենք, կարող ենք նաև համարել դա բոլորովին ոչ ռոմանտիկ։ 30 եւ ավելի տարիներ առաջ Արցախի հարցը, Արցախը այսպես դարձավ Հայաստանի Հանրապետության անկախության արգանդը, կարելի է ասել։ Այդտեղից ծնվեց մեր քաղաքական ինքնությունը, նոր ինքնությունը, Հայաստանի անկախ հանրապետությունը։ Հնարավոր է, որ որքան էլ ծանր է հիմա թվում, իսկ այն ժամանակ նույնպես բավական ծանր էր, Արցախի հարցը նորից դառնա մի այնպիսի միջավայր, ձևավորի որքան էլ զարմանալի թվա այնպիսի մի միջավայր, որտեղից նորից կծնվի Հայաստանի քաղաքական ինքնությունը առանց այն վտանգների, արտաքին վտանգների եւ զավթողական նկարտումների մեր հարևանների, որը մենք ուզում ենք ունենալ։ Հնարավոր է, բայց դրա համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել։ Իսկ դա այդքան արագ չի լինում։ Նկատի ունեմ, թե ինքնության կերտման կամ վերակերտման կամ առողջացման տեսանկյունից, թե ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման տեսանկյունից, եւ թե մեր ներքին ուժերի լարման ու համախմբման տեսանկյունից ամեն դեպքում մենք նույն իրավիճակում չենք գտնվում ինչ որ 80-ականներին եւ մեր միջավայրը նույն իրավիճակում չի գտնվում ինչ որ 80-ականներին կամ 90-ականներին եւ կարող եմ ասել, որ ավելի վատ մեկնարկային պայմաններում են գտնվում առնվազն այն տեսանկյունից, որ Արցախի ժողովուրդը Արցախում չի գտնվում։ Էլ չեմ ասում հոգեկերտվածքի տեսանկյունից, ինստիտուցիոնալ եւ վերնախավային, այսպես ասեմ, էլիտար պատրաստվածության տեսանկյունից եւ այլն բազմաթիվ տարբերություններ կան, բայց ինքնին այդ ուղղությամբ աշխատելը եւ հաջողություն արձանագրելը հնարավոր է, հարցը ուղղակի ժամանակի մեջ է եւ հետեւողական աշխատանքի մեջ է։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ զրույցի համար։ Հիշեցնենք, որ մեր տաղավարում Արցախ միության նախագահ իրավապաշտպան Արտակ Բեգլարյանն էր։ Քննարկումները կշարունակվեն ամենայն բարիք։